Բարի օր, սիրելի ունկնդիրներ։ Հենման կետում այսօր դարձյալ Հանրապետության 3 սերունդն է։ Եվ պատահական չէ, որ Հանրապետության A5 ծրագրի ապագա բաժնի ներկայացումը համընկավ Հայաստանում Եվրոպական քաղաքական խորհրդի 8-րդ գագաթնաժողովի, Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան պետական այցի հետ։ Սա այն համընկնումն է, որից մենք պետք է որոշակի դասեր քաղենք։ Դասեր քաղենք, թե ինչպիսին է եվրոպական քաղաքական մշակույթը, դասեր քաղենք, թե ինչպիսին է եվրոպական դիվանագիտությունը, թե ինչպես են նրանք կառուցում միջպետական հարաբերությունները։ Գիտեք, դասեր քաղենք արտահայտությունն էլ այստեղ պատահական չի, որովհետև տասնամյակներով մեզ սովորեցրել են, որ մեզ ինչ-որ քաղաքականություն կամ ինչ-որ կենսակերպ որոշակի պարտադրում են։ Իրենք ասում են, մենք պիտի անենք։ Եվ դա այն տարբերակն է, երբ իրենք մտածում են ժողովրդի մասին, պետության մասին եւ այլնի եւ այլնի։ Բացարձակապես պատահական չէ նաեւ այս օրերին ռուսական մամուլում բարձրացված առանց չափազանցության Արմագեդոնը առայն, թե խեղճ հայ ժողովուրդը ինչպես է տառապում եւ ինչ ծանր օրեր են սպասում խեղճ հայ ժողովրդին այս անպատկառ եվրոպացիների այցի հետևանքով։ Իսկ անպատկառ եվրոպացիները իհարկե բնականաբար խոր ճակերտներում այս արտահայտությունը Հայաստան էին եկել Հայաստանի Հանրապետությանը ներկայացնելու թե անվտանգության, թե ինքնիշխանության եւ վերջապես Հայաստանի Հանրապետության զարգացման իրենց ծրագրերը։ Եվ թող որևէ մեկին չթվա, որ եվրոպացիները այստեղ եկել էին իրենք հանդիպելու, իրենց օրակարգի կետերը լրացնելու նպատակով։ Նրանք Հայաստան եկել էին Հայաստանին ասելու, որ Հայաստանի հետ են, Հայաստանի հետ եղել են եւ Հայաստանի հետ մնալու են։ Եվ այստեղ բաց է մնում մի շատ կարևոր հարց. իսկ ում հետ է Հայաստանը։ Փորձենք այդ հարցի պատասխանը այսօր երկուստեք տալ եւ հետո նոր անցնենք մեր A5 ծրագրի ապագա կետին։ Պարոն Զաքարյան, ձեր գնահատականով Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք ընդունելուց հետո այնուամենայնիվ այդ գործընթացը ի լրումին հասցնելու համար պատրաստ է։ Նախ շնորհակալություն հարցի համար, իսկապես այդ միջոցառումները, որոնք տեղի ունեցան, շատ կարևոր են Հայաստանի Հանրապետության համար եւ հստակ կարող եմ նշել, որ այդ համաժողովը, որ տեղի ունեցավ, դրա մեծ լուման ուներ այդ օրենքի նախագիծը, որ ընդունվեց 2024 թվականին ազգային ժողովի 25 թվականին ազգային ժողովի կողմից եւ այդ նախագծի մեջ մարտ ամսին եւ այդ նախագծի մեջ մեծ դեր ուներ Հանրապետություն կուսակցությունը, որը նախաձեռնեց այդ ստորագրահավաքը 2 ամսը փոխարեն 1 ամսում 50,000 փոխարեն 64,000 ստորագրություն։ Գիտեք, սրանք պարզապես ժամկետներ ու թվեր չեն։ Սրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքն է արտահայտում, որ 64,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի մաս է ցանկանում դառնալ միանշանակ, եթե պահանջվեր ավելի շատ ստորագրություն, իհարկե մենք հատելու էինք նաև 100,000-ի եւ ավելի սահմանը, սա հենց այն օրերից ակնհայտ էր եւ ես կարծում եմ, որ սա անհրաժեշտ է հիշեցնել։ Եվ անհրաժեշտ է հիշեցնել մարդկանց մեծ ոգևորվածությունը վարչական շրջանի շենքերին, որտեղ տեղակայված էին այս ստորագրության պաստառները, թերթներ, ինչպես էին մարդիկ մեծ ցանկությամբ գալիս ստորագրում։ Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության տեղն ու դիրքը հենց Եվրոպական միությունում է եւ հենց այդ գագաթնաժողովն է, որ տեղի ունեցավ այս 2 օրերին, հիմնավորում է, որ մենք իսկապես ինքնիշխանություն ունենալու եւ քաղաքակիրթ աշխարհի մաս դառնալու բոլոր հնարավորությունները ունենք եւ հենց հունիսի 7-ին միջին վիճակագրական հայը մեր ընտրողը պետք է նաև դա հիմնավորի ընտրելով համար 11 քվյաթերթիկը եւ մեր ծրագրերի հենց
հիմքում դեպի Եվրոպական միություն գնալն է, դրան մաս դառնալն է, քաղաքակիրթ աշխարհի մաս դառնալն է, ոչ թե 21-րդ դարի ինչ-որ գուբերնիստական կամ ինչ-որ ձախողված պետության մաս դառնալն է, կամ ինչպես որ նախկինում եղել ենք։ Պարոն Վիջեյան, ձեր գնահատականով ինչ է պետք, որ Հայաստանը հերթական հնգամյակը ջուրը չգցի, մենք իսկապես տեր լինենք, գոնե մենք մեր կուսակցությունը տեր լինի այն ծրագրերին, որոնք մենք արդեն ներկայացրել ենք եւ շարունակում ենք ներկայացնել ու ողջ կառուցարշավի ընթացքում էլ ներկայացնելու ենք։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության 47 պատվիրակություն համենայն դեպս Եվրամիության տարբեր երկրներից, տարբեր կազմակերպություններից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էր Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության անդամ չեղող, բայց անդամության հայտ ներկայացնող պետությունների ղեկավարները, այսինքն նման խորհրդաժողով, նման մասշտաբի հանդիպում, նման մասշտաբի քննարկում, թե պանելային քննարկումները, թե համաժողովները, թե ստորագրված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երբեք չի եղել, բայց մենք ինչ ենք ունենալու այդ ամենից կոնկրետ, ինչ աշխատանք պետք է տանի Հայաստանի Հանրապետության իշխանությունը, այն իշխանությունը, որը կարող է 1 ամիս հետո փոխվել։ Գիտեք, այստեղ ես շատ կարևորում եմ իշխանության հաջորդականությունը, շարունակականությունը, որպեսզի ցանկացած հաջորդ իշխանություն չգա նախորդի արածը ջուրը գցի եւ իր 0 կետը դնի իբրև մեկնակետ։ Կարծեք անցնում եք ապագա ծրագրին, կարճ կպատասխանեմ ինչ է պետք անել, պետք է քվեարկել համար 11 հանրապետություն կուսակցությանը, կգանք իշխանությունը ու կանենք։ Ինչ վերաբերվում է, ասում եք դասեր քաղել, օրինակի վրա, հա, այդ դասեր քաղել ասածը, ոչ թե նայենք ինչ է անում պետությունը, ոչ թե նայենք ինչ է անում գագաթնաժողովի մասնակից, ինչ են արել գագաթնաժողովի մասնակից պետության ղեկավարները, ինչպես էր արձագանքում ժողովուրդը այցելությանը, երևույթին առհասարակ, մեծ ոգևորությամբ։ Ոչ թե նրա համար, որ դա նորություն էր, այլ նրա համար, որ դա մեջ կա հույս։ Տեսեք, խոսեցինք ստորագրահավաքից, ժողովրդավարության, պարլամենտարիզմի վառ օրինակ, հա, պարլամենտում չներկայացված խմբակցությունը, իշխանություն չեղող Քաղաքական ուժերը ներկայացնում են օրինագիծ, դառնում է օրենք։ Ինքը իրանով ժողովրդավարության, պարլամենտարիզմի իդեալական օրինակ։ Ու բերում ենք, կապում ենք գագաթնաժողովին, եվրոպական այցելություններ, այս ամեն ինչը այսօր մեր կապիտալն է։ Այս կապիտալի կապիտալիզացման խնդիր ունենք։ Այդ կապիտալիզացումը առաջի քայլով հունիսի 7-ի ընտրություններն են, որը այս պահին քաղաքացիների անելու դաշտում է։ Հաջորդ քայլը արդեն նոր ձևով իշխանության անելիքն է։ Ու կգնենք արդեն ապագա ծրագրի կետին, թե ինչպես պետք է հաջորդ ձևով իշխանությունը կարողանա երկարաժամկետ ծրագիր ստանալ, բաժանել կարճաժամկետ ծրագրերի ու ապահովել Հայաստանի Հանրապետության Եվրամիության անդամակցություն սկսելու գործընթացը սկսելու նախագիծը իրականացնել, դարձնել երկարաժամկետ ծրագիր։ Լավ, դուք ինչպես միշտ համառոտ եք։ Ես ուղղակի ծրագրային դրույթը կարդամ, մեր նպատակն է մինչև 2040-ը Հայաստանը դարձնել անվտանգ զարգացած տեխնոլոգիական պետություն աճող բնակչությամբ։ Եվ մենք առաջարկում ենք Հայաստան 2040 ազգային երկարաժամկետ ծրագիրը, որի հիմնական կրողը քաղաքացին է։ Ինչպես սա բացատրենք, ինչ պետություն ենք մենք ուզում ունենալ անվտանգային ճարտարապետության, համաժամանակյա զարգացման եւ մյուս խնդիրների վերաբերյալ ձեր գնահատականը։ Նախ ուզում եմ, երբ որ շատ հաճախ նշում ենք երկարաժամկետ, կարճաժամկետ, երկարաժամկետ, հասկանանք ոչ թե դրանք երկու իրարից տարբեր ծրագրեր են, այլ երկարաժամկետ ծրագրի մասերն են կամ մասերը պիտի լինեն կարճաժամկետ ծրագրերը։ Ընդ որում երկարաժամկետը մենք նշել ենք 2040, այսինքն առնվազն 20 տարվա ծրագիր, 15 տարվա, 20 տարվա, բայց դա կարող է լինել նույնիսկ 100 տարվա ծրագիր, իսկ կարճաժամկետները դրանք 5 տարեկան ծրագրերն են, այսինքն մեր հեռավոր ցանկալի բաղձալի նպատակին հասնելու հնգամյակները։ Աճող բնակչություն, աշխատատեղեր, անվտանգություն։ Սա ինչպես ռեալիզացնել այս
գաղափարները, որ չլինեն կենաց, այլ իրականություն։ Առաջինը պատկերացնելով այդ ապագա ասածը հենց այդ պատկերացումն է, այսինքն պետք է տեսնենք, թե 20 տարի հետո մենք ինչ հասարակություն, ինչ պետություն ենք պատկերացնում, բարձր կրթական մակարդակով, բարձր վարձատրվող աշխատավարձերով, անվտանգության մասին չմտածող հասարակություն, ով սիրում հարգում է ինչպես իր հայրենիքը, այնպես նաև իր պետությունը, ու հետո գալիս ենք արդեն թե ինչպես 5 տարիում պետությունը կարող է ստեղծել այդ մթնոլորտը, միջավայրը, հասարակությունն ու պետությունը։ Ես ուզում եմ նաև շեշտել մեկ այլ հանգամանք, որ մենք համամենայն դեպս Հայաստանի Հանրապետության ոչ ներկան, ոչ ապագան չենք տեսնում տարածաշրջանում պարփակված սոց տարածաշրջանային պետությունների հետ համագործակցության կամ տարածաշրջանացման մեջ։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հարաբերվել ամբողջ աշխարհի հետ, հարաբերվել թե արևմուտքի հետ, թե արևելքի հետ, բոլոր այն պետությունների հետ, որոնց հետ ունենք շահերի համադրում։ Եվ այդ շահերի համադրման մասին կխնդրեի խոսել պարոն Զաքարյանին։ Գիտեք, 2040 ծրագիրը դա պարզապես կարգախոս չէ, դա մեր հստակ ծրագիրն ու բռնած ճանապարհն է, եւ դա դրանք գիտեք մեր երազանքները չեն, քաղաքական խոսք չէ, դա հստակ ծրագիր է Հայաստանի Հանրապետությունը դեպի անվտանգ, զարգացած տեխնոլոգիական պետություն ու ամենակարևորը աճող բնակչության պետությունն է եւ վստահաբար մենք այդ 2040-ը տեսնելու ենք, թե ինչպիսի պետություն ենք մենք կառուցելու ու ամենակարևորը, որ ցանկանում նշել, գիտեք 2040-ը մենք պահպանելով մեր մշակույթը, մեր ինքնությունը, մեր ինքնիշխանությունը մաս ենք դառնալու հենց ժամանակակից աշխարհին, ժամանակակից պետություններին համագործակցելով այդ պետությունների հետ, դառնալով այդ ամեն ինչի մի մասը, ոչ թե ինչպես նշեցիք դուք, պարփակվելով կամ կաղապարվելով տարածաշրջանում, նույնիսկ նշույլ անգամ կամ ցանկություն չունենալով անգամ մի փոքր մեր ցանկությունն ու երազանքը ավելի Խախտել սահմանները։ Ոչ միայն խախտելով սահմանները, այլ վախենալով, որ եթե մենք այս քայլը անենք, մեզ ինչ-որ հարված կհասցնեն կամ կգան մեր դուռը կթակեն, չէ, մենք ազատ շփում ենք ունենալու բոլոր պետությունների հետ ու այդ հարաբերությունների մեջ ամենաառաջնայինը լինելու է հայկական շահը, Հայաստանի շահը, որովհետև գիտեք յուրաքանչյուր պետություն իր շահն է առաջ քաշում եւ մենք չպետք է նստենք սպասենք որ մի պետություն կգա Հայաստանի անունից կխոսա Հայաստանի անունից կներկայանա ու Հայաստանի շահը առաջ քաշի մենք պետք է մեր շահը առաջ քաշենք մեր ծրագիրն ու տեսլականը ներկայացնենք այդ պետություններին Լավ, այդ պարագայում ես շեշտեմ, որ մենք առաջարկում ենք փոխել կառավարության կառուցվածքը եւ ավելացնել փոխվարչապետի պաշտոն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ հարաբերությունների կանոնակարգման ստորագրված փաստաթղթերի իրականացման համար։ Կարծում եմ, իսկ դա առանձնապես մեկնաբանությունների կարիք չունի։ Մենք առաջարկում ենք նաև հավելել ատոմային էներգիայի եւ էներգետիկայի նախարարություններ, գյուղատնտեսության եւ ջրային ռեսուրսների, մշակույթի եւ սփյուռքի նախարարություններ։ Եվ կառավարության կառուցվածքի փոփոխության գլխավոր խնդիրը կառավարելիության արդյունավետությունն է, համադրումն է բոլոր այլ նախարարությունների աշխատանքի հետ, որպեսզի արդյունքում մենք իսկապես ստանանք ոչ թե միմյանց ֆունկցիաները պատճենող նախարարություններ, այլ նախարարություններ, որոնք ծրագրում են եւ առաջ են տանում երկիրը։ Անցնենք մեր ծրագրի, ապագա ծրագրի թերևս ամենակարևոր կետերից մեկին՝ կարթություն։ Պարոն Բեջայան, ձեր գնահատականը ես կարծում եմ, որ դուք փառահեղ կներկայացնեք սա ինձնից առավել։ Կրթություն, ինչ կրթություն, եթե մեկ բառով փորձենք այն առաջի կետը ամփոփել, մեր ունեցած կապիտալը օպտիմալ ծախսել, մշակույթ, սփյուռք, ջրային ռեսուրսներ, այսինքն այն ինչ ունենք ու կառուցվածքային ծախսել այդ կապիտալը օպտիմալ ձևով, սա է ապագան, դրա համար պետք է կրթություն։ Ընդ որում կրթությունը ինքը մենք միշտ կրթություն ասելով հասկանում ենք համալսարան, բայց հանրապետություն կուսակցությունը կրթություն ասելով չի հասկանում միայն բուհ։ Կրթությունը սկսում է մանկապարտեզից, կրթությունը սկսում է դպրոցից,
ու շատ միջին մասնագիտական հաստատություն որպես այդպեսին, ոչ թե բարձրագույն ուսումնական հաստատություն, ասած կտորը շատ պահանջված է, ինչը այսօր մեր երկրում բացակայում է։ Տեսեք, մենք պրակտիկ կենցաղում ենք շատ հաճախ հանդիպում, որ ոչ մի կերպ այդ արհեստավոր արհեստագործներին չենք տարբերակում, չենք հասկանում այդ մարդը ինչ հմտություն ունի, ինչ կրթություն ունի։ Մարդ ստիպված է գնաց տանը բարձրագույն կրթություն, ծախսել 4-5 տարի, ու այդ 4-5 տարվա կրթությունը կարող է գնալ, չգիտեմ, գիտնական դառնա, գիտությամբ զբաղվի։ Կարող է դա փոխարեն 2 տարում ստանալ միջին մասնագիտական կրթություն ու շատ ոչ պակաս արժեքավոր իր արհեստով զբաղվել։ Հավելեմ, որ այս ամբողջ վերոնշյալը ողջ կրթական համակարգը պիտի լինի անվճար։ Ընդ որում հաշվի առնելով, որ բոլոր կուսակցությունները ասում են կրթությունը պիտի լինի անվճար, չգիտեմ նրանք ոնց են անում, բայց մենք գիտենք դա ոնց ենք անելու։ Շնորհակալ եմ։ Պարոն Զաքարյան, ձեր տեսակետով կրթության խնդիրը ո՞րն է։ Հայացի բովանդակությունը, մատչելիությունը, մարզերում կրթական համակարգի տարածականությունը։ Եթե խոսեցինք քիչ առաջ երկարաժամկետ ծրագրերից, ապա առանց կրթության դա պարզապես անհնար է։ Եթե մենք ցանկանում ենք մեր առջև դնել երկարաժամկետ զարգացման ծրագիր պետության։ Ինչպես Մեհերը նշեց, մենք առաջարկում ենք միջին եւ բարձրագույն կրթությունը դարձնել անվճար եւ ցանկանում եմ հավելել Մեհերին, նշելով, որ մեր ծրագրի դրույթը նշելուց հետո նույն վայրում, նույն տեղը հայտնվում է մի տիկին, ով հիմա պատգամավոր տեխնացու է հանդես գալիս եւ նույն տեքստերն է ասում, ինչ մենք ենք նշել։ Իդեպ տիկինը միշտ անդրադառնում է մեր կուսակցության նախագահին։ Այդ կինը միակ տղամարդու կուսակցությունից է, ինձ շատ է հետաքրքրում իրենց մոտ որևէ տեսլական է փոխվել միակ տղամարդու հետ կապված։ Հիմա վերադառնանք մեր ծրագրերին։ Մենք ցանկանում ենք կապը կրթության եւ տնտեսության հետ խորացնել, այդ իսկ պատճառով ստեղծելու ենք խորհուրդ, որը 3 տարին մեկ վերանայելու է թե միջին մասնագիտական, թե բարձրագույն կրթության մասնագիտությունների չափորոշիչները, թե ուսանողները, որ մասնագիտության համար են ներկայացնելու։ Եվ դա շատ կարևոր է, որովհետև գիտեք, աշխարհը առաջ է գնում, զարգանում է, երիտասարդությունը նույնպես ցանկանում է նոր մասնագիտություններ ձեռք բերել, որոնք պահանջարկում են 21-րդ դարում։ Իսկ մենք այժմ ունենք տարբեր մասնագիտության համար բուհեր, տարբեր մասնագիտացված, որոնք ուղղակի կարելի ասել ժամավաճառություն, որտեղ այնտեղ դիմորդները չեն ներկայացնում հայտեր, որպեսզի գնան եւ սովորեն։ Եվ դրան զուգահեռ մենք ունենք այժմ հագեցված դասախոսական ժամեր, որոնք պահանջարկ ունեն 21-րդ դարում, բայց չունեն նաեւ իրենց համար համահունչ թե դասախոսներ, որոնք կարող են ուսանողներին տալ այդ ծրագիրը, թե նաեւ կահավորվածություն։ Դա նույնպես շատ կարևոր է եւ ամենակարևորը կրթական հնարավորություն ենք տալու ամբողջ երկրով մեկ, այսինքն մարզերի ուսանողները որևէ բանով չեն զիջելու Երևանում ուսում ստացող մեր ուսանողներից։ Մենք համընդհանուր զարգացում ենք տալու կրթության մասով թե մարզերին, թե Երևան քաղաքին։ Հասնենք առողջապահությանը։ Ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում գլխավոր է մնում այն խնդիրը, որ պետք է բուժել ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդին։ Պարոն Վիժյան, առողջապահության համակարգում ինչ ենք մենք առաջարկում ձեր գնահատականով։ Առողջապահական համակարգից խոսելիս էլի պիտի մատնանշենք ստորագրահավաքը։ Այսօր Հայաստանը հունվարի 1-ից 3 տարի ժամկետով անցումային process է սկսել համընդհանուր ապահովության, ինչը ՍԵՊԱ-ի պահանջ է, ինչը հենց նույն Եվրոպական միության պահանջ է։ Ու շարունակական process է,
իր դրական ու բացասական, ես կասեի բացասական առումով տեխնիկական, այսինքն մենք կարող ենք շատ ու շատ տեխնիկական հիմա առաջարկներ անել, բայց ամենակարևորը տվյալ ծրագրի շարունակականությունը ապահովելն է։ Ոչ միայն նրա համար որ դա պահանջ է, այլ նրա համար, որ ձեր ասած մեր բնակչության կհասնենք այն կետին, որ արդեն կսկսենք կանխարգելել եւ ոչ թե բուժել։ Ինչ ենք առաջարկում մենք ամենաառաջինը այս process-ի շարունակականության ապահովումը, որ կտալածվի բոլոր ոչ բնակչության վրա։ Երկրորդը խնդիր ունենք այս պահին հերթերի առումով, հերթագրումների առումով, նախ անսովոր է բնակչության համար այս process-ը, երկրորդը առաջի անցումային շրջանն է, շատ է կուտակվում, առաջացնում է բացասական տպավորություն առնվազն այդ խնդիրն ունենք լուծելու։ Ու առաջարկ ունենք նաև թվայնացման մասով ներառել հիվանդության պատմությունները ու հատուկ դեպքերը, բարդ դեպքերը ենթարկել գիտական ուսումնասիրության։ Ի վերջո մտածող ժողովուրդ ենք, ու այդ գիտական, եթե մենք կարողանում ենք կապել մեկը մյուսին, հատուկ բարդ դեպքերի գիտական ուսումնասիրությունը կարող է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ամբողջ աշխարհին առաջարկել նոր լավ լուծումներ։ Լավ, անցնեմ արտաքին քաղաքականությանը։ Հայաստանի Հանրապետությունը վարելու է սեփական շահերից բխող քաղաքականություն, խորացնելով հարաբերությունները ժողովրդավարական արժեքներ կրող պետությունների հետ, եւ այդ նպատակով մենք գտնում ենք, որ տրիպի իրականացումը պետք է հնարավորինս արագացնել, իբրև ինքնիշխանության ամրապնդման, անվտանգության, տնտեսական զարգացման, էներգետիկ անվտանգության գրավական։ Մենք միանշանակ համարում ենք, որ պետք է ամրակայել օրենսդրական եւ տնտեսական նախադրյալները Եվրամիության անդամակցության համար մինչև 2032-ը եւ վերջապես ավարտել ՍԵՊԱ-ն։ ԵՄ վիզաների ազատականացումը, խոր եւ համապարփակ ազատ առևտրի գոտուն անդամակցության գործընթացը։ Ես իհարկե կարող եի ժամերով այս գործընթացի կարևորության մասին խոսել, բայց կարծում եմ, որ այս օրերին, երբ մենք հաղորդումը նկարահանում ենք, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ այնքան են խոսել այս թեմաների կարևորության մասին, այնքան են ներկայացրել իրենց ծրագրերը, որ փառք ես առանձնապես շատ խոսելու կարիք չունեմ։ Եթե անդրադառնամ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին, Հանրապետություն կուսակցությունը գտնում է, որ պետք է Ռուսաստանի Դաշնության հետ կնքել առկա ստեղծված իրավիճակին համապատասխան համագործակցության նոր եւ ընդգրկուն համաձայնագիր, անկախացումից հետո կնքված բոլոր մյուս համաձայնագրերը չեղարկելով։ Եվ այդ նոր համաձայնագիրը մենք ցանկանում ենք, որ համապատասխան լինի այն իրավիճակին, որը ստեղծված է ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններում, այլև ստեղծված է տարածաշրջանային կտրվածքով։ Վստահաբար այդ համաձայնագիրը պետք է ներառի թե ռուսական ռազմաբազայի խնդիրը, թե երկաթուղիների խնդիրը, թե գույք պարտքի դիմացի խնդիրը, թե բոլոր այն խնդիրները, որ Հայաստանի 3 նախագահները բարեհաջող կուտակել են հայ ժողովրդի գլխին։ Եվ մենք անհրաժեշտ ենք համարում դուրս գալ ԱՊՀ-ից ու ԵԱՏՄ-ից տնտեսության անցնցում ապահովելով մինչև 2031-ը։ Թերևս Հանրապետություն կուսակցությունը միակն է քաղաքական դաշտում եւ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններից, որ անհրաժեշտ է համարում ամրապնդել հարաբերությունները Իսրայելի հետ, որովհետև Իսրայելի եւ արաբական աշխարհի այն երկրների հետ, որոնց հետ ունենք շահերի համընկնում, հարաբերությունների խորացումը գերկարևոր է։ Մենք տասնամյակներով անտեսել ենք Իսրայելը, թուրք տալով հարևան Իրանի հետ հարաբերությունները դույզն ինչ այսպես վտանգի տակ չդնելու խնդրին, բայց զարգացումները թե մեծ մերձավոր արևելքում, թե մեր տարածաշրջանում այնպիսին են, որ վերջապես պետք է իրականությանը բաց աչքերով նայել, վերջապես պետք է ընդունել իրողությունները այնպես, ինչպիսին կան եւ այդտեղ տեսնել մեր իսկական շահերը, այդտեղ հասկանալ, որ Հայաստանի Հանրապետության համար չկան հավերժական բարեկամներ ու չկան հավերժական թշնամիներ, կան պետական շահեր, եւ այդ պետական շահերից բխում է Իսրայելի հետ թե տնտեսական, թե ռազմական, թե քաղաքական,
թե մշակութային եւ թե վերջապես գիտական կապերի ամրապնդումը։ Եկեք հասկանանք Իսրայելը ինչ պետություն է, պետություն անապատի մեջ, բայց օազիս անապատի մեջ, շրջապատված ոչ այնքան բարեկամական զգացումներ տածող հարևաններով, բայց Իսրայելը նաեւ տարածաշրջանի թերևս ամենահզոր ռազմական ներուժ ունեցող ու ամենազարգացած պետությունն է։ Այստեղից մենք պետք է անենք նաեւ մեր հետևությունները, թե ինչպիսին պետք է լինի մեր զարգացումը, ինչ հեռանկարներ պետք է ունենա մեր զարգացումը, ինչ ենք մենք դնում զարգացում ասելով, ինչ ենք մենք դնում այդ հասկացության հիմքում։ Իսկ ես կարծում եմ, որ այդ զարգացման հիմքում պետք է լինի մեկ եւ միակ իրողություն։ Ապագան դեպի անցյալ նայելը չէ, ապագան անցյալ վերադառնալը չէ, ապագան առաջ նայելն է։ Ու ապագան բացարձակապես մեզ համար հորիզոնի գիծ չէ, որին երբևէ որևէ մեկը չի կարող հասնել։ Ապագան մեզ համար հեռանկար է, եւ 2040-ը այդ հեռանկարի ընդամենը առաջին նշաձողն է, որտեղ Հանրապետություն կուսակցությունը միշտ գործել է եւ գործելու է քեզ համար Հայաստան, քեզ համար սկզբունքով։ Ես կարծում եմ, որ այս փառահեղ կետի վրա մենք կանցնենք իմ շատ սիրելի բլիցին։ Պարոն Զաքարյան, ձեր գնահատականով ապագան հորիզոնի գիծ է, թե այնուամենայնիվ հնարավոր է հասնել։ Ապագան յուրաքանչյուր մարդու համար այն նշաձողն ու այն ծրագիրն է, որին իր առջև դնում է եւ պետք է հասնի։ Ընտրությունը ինչ է իբրև երևույթ իր հիմքում։ Ընտրությունը շատ կարևոր բաղադրիչ է բոլոր հիմքերում, բոլոր իրավիճակներում եւ ընտրությանը պետք է մոտենալ շատ լուրջ, մտածելով, խորհելով եւ հաշվարկելով բոլոր ռիսկերն ու սպառնալիքները։ Մինչև վիճակագրական հայը ով է ձեր գնահատականով։ Այն հայն է, որը ապրելու է 2040-ում եւ տեսնելու է ու մասնակից է դառնալու պետության զարգացմանը։ Ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք Էմանուել Մակրոնին։ Ինչն է այսօր պակասում հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման հիմքում։ Մանկության ձեր սիրած խաղը ո՞րն էր։ Լուրեր նայելը։ Ծանր մանկություն եք ունեցել։ Երբևէ փորձել եք նկարել։ Չէ, այդ մասով շատ ճատաղն է։ Ձեր հարցերից Ինչպիսի Հայաստան ենք ունենալու հունիսի 7-ին, 8-ին։ Ես կարծում եմ հունիսի 8-ին ունենալու ենք այն պետությունը, որը իսկապես գնում է առաջ, եւ ամենակարևորը բոլորիս համար, որ հունիսի 8-ին մենք կարողանանք այսպես բաց, շիտակ նայել իրար աչքերի։ Դա գլխավորն է։ Շնորհակալություն։ Պարոն Վիջենյան, երբ է ծաղկում անապատը ձեր կարծիքով։ Միշտ Ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք Շարլ Ազնավուրին։ խոնարհի գլուխս Քաղաքականությունը ձեզ համար ինչ է։ միջոց Լավատեսի եւ հոռետեսի միջև կա երրորդ տարբերակ։ լավատեսի եւ լավատեսի մեջ չկա երրորդ տարբերակ Լավատեսի եւ հոռետեսի։ լավատեսի եւ լավատեսի Սքանչելի էր։ Պատրաստ եք առանց մտածելու ջուրը նետվել։ առօրյա անելիք Ձեր սիրած փողոցը Երևանում։ երկար պատմություն կպատնեմ Մենք չենք 2027 շտապում։ թվականի քարոզարշավներ այդ հարցը տվեցին պատասխանեցի կոմիտասի պողոտան ուսանողությունից որտեղ գնացի Զեյթունում եմ ապրում Պաուլսակ փողոցով քայլում եմ ով տեսնում է ասում Դավաճան բայց մեկը կմնամ նույն պատասխանին կոմիտասի պողոտա Ձեր հարցը ինձ Ձեր սիրած փողոցը Երևանում տպագրիչների։ Ինչու Ես էլ կարող եմ մի շատ երկար պատմություն պատմել, բայց կարծում եմ այդ մասին հաջորդ դասին։ Շնորհակալություն հարցը շնորհակալություն Սիրելի ունկնդիրներ, Հենմանկետում այսօր ոչ միայն մեր երեքի կամ հանրապետություն կուսակցության պատկերացրած ապագան էր,
Սա այն ապագան է, որ ուզենք թե չուզենք գալու է բոլորիս համար, գալու է դեռ մեր կյանքի օրոք։ Եվ շատ ավելի կարևոր է այն ապագան, որ դուք պատկերացնում եք ձեր զավակների համար։ Շատ ավելի կարևոր է այն մտայնությունը, թե ինչ եք թողնելու ձեր զավակներին, ինչպես եք շարունակվելու ձեր զավակների ու ձեր հայրենիքի պատմության մեջ։ Իսկ դրա համար վստահեցնում եմ ձեզ, որ իմ բլիցի հարցերը բնավ պատահական չէին, որովհետև շատ կարևոր է հասկանալ ինչ է ընտրությունը, ով է միջին վիճակագրական հայը եւ ինչ է սիրում այդ միջին վիճակագրական հայը, ինչպես է կատարում իր ընտրությունը, ում համար է կատարում իր ընտրությունը ու ինչ երազներ ունի, ինչ է սիրում, ինչ չի սիրում եւ ինչի է պատրաստ իր հայրենիքի համար։ Եվ կարծում եմ, որ առաջին անգամ նայելուց հետո բոլոր նրանք, ովքեր ուզում են այս հարցերի պատասխանը հստակ ունենալ, վստահաբար հենման կետի մեր այս հաղորդումը կնայեն երկրորդ անգամ։ Շնորհակալ եմ, բարին ընձեզ։